Մեծարգոպարան վարչապետ, վարչության հարգելի անդամներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի պատվիրակներ։ Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում վստահության և ձեր առջև ելույթ ունենալու այս հնարավորության համար։ Մենք միասին ստեղծել ենք և վստահ կարող եմ ասել կայացրել ենք հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։ Այսօր մեր կուսակցությունը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունը, խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն մեր երկրի քաղաքական դաշտում։ Միևնույն ժամանակ մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչներ և մեր քաղաքացիների համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ, մնացինք իրենց կողքը կանգնած այն մարդիկ, որոնց հետ իրենք սկզբից հեղափոխություն արեցին, հետո պատերազմի միջով անցան և ի հեճուկս ամեն ինչին վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի, իսկ մենք այդպես էլ մնացինք այդ հարազատի ընկերոջ դերում, ում վրա կարելի է ջղայնանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդ լացել, ուրախություն կիսել, որովհետև իրենցն ենք։ Այսօր տաքսու վարորդը փողոցում իր մեքենայի պատուհանը բացում է և փողոցի մեջտեղից գոռում «Ալեն ախպեր բարելուս»։ Մեկ այլ քաղաքացի էլ պատմում է պապիկյանի հետ ամրաշինական կառույցներ գնալու մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի գիտի ամեն բան թե իր երկրի և թե աշխարհի գործերի մասին ու ԱԳՆ նախարարին տեսնելիս ազատ աշխարհաքաղաքական մեծ վեճի է բռնվում, իսկ այդ ընթացքում մեր հայ թոշակառուներից մեկը Երևանի կամ որևիցե այլ քաղաքի փողոցներից մեկում կանգնած առողջապահության նախարարի հետ քննարկում է իր վերջին ռենտգենի տվյալները։ Բայց հետաքրքիր է, որ մեր հետ խոսելիս և հրաժեշտ տալուց բոլորը մի բան են ասում. մեր Նիկոլին լավ կնայեք։ Բնական է, ոչ բոլորն են մեզ սատարում, ոչ բոլորն են մեզ գովաբանում։ Այն բոլոր մարդկանց, ովքեր անկեղծ, կրկնում եմ անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Խոսենք, պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Եվ այս նախընտրական շրջանը այդ խոսակցությունը ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, ուր մենք պետք է լսենք մեր սխալների, բացթողումների մասին և պատմենք ու բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունը ամենակարևոր բանի մասին է, իրական Հայաստանի և հայ ժողովրդի մասին է։ Ու այսօր այս խաղաղության ամենակարևոր բառը դա խաղաղություն բառն է, այս խոսակցության ամենակարևոր բառը դա խաղաղություն բառն է։ Կասեմ միայն, որ մեզանից շատերը երազում էին մեր ժառանգներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն և ոչ թե պատերազմ, և մենք այսօր դա ունենք։ Մեր խաղաղությունը մշտապես փորձելու են մեզանից խլել, փորձելու են դրսից, փորձելու են ներսից, փորձելու են հունիսի 7-ին, խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության, մեր անցյալի վրա, որ մեզ նորից ապագայի փոխարեն տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որ մենք մեզ խղճանք, ուրիշը խղճա, որ հայի բախտն է մերը, ու մենք ոչ ապրենք, ոչ շատանանք, ոչ էլ լինենք։ Բայց ես ձեզ հարգելի ընկերներ ուզում եմ ասել, որ հայը այլևս խեղճ չէ։ 700 տարի անց, ևս 70 տարի անց, դրանից ևս 3 տասնամյակ անց, այսօր մենք կանք, մենք անկախ ենք, մենք ազատ ենք ու մենք ապրելու ենք ու լինելու ենք հավետ, լինելու ենք անկախ, ազատ ու մեր խաղաղ պետականությամբ։ Եվ ուրեմն փառք մեր նահատակներին, կեցցե մեր ժողովուրդը և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, և Աստված մեզ օգնական։